Սփյուռքահայես այս վիդեոն քեզ ա վերաբերվում։ Ուրեմն լսեք ժողովուրդ ջան։ Եթե ինչ-որ մեկին գիտեք Հայաստանում, ձեր բարեկամա ծանոթա կապ չունի, ով որ այա, եթե գիտեք, որ Նիկոլ ա ընտրել եւ օգնության կարիք ունենա, ես ձեզ ուղղակի խնդրում եմ եւ հորդորում եմ, ոչ մեկդ Նիկոլ ընտրողներին չօգնեք։ Եթե իրանք ձեր երկիրը տանում են քանդման, եթե իրանք Դուք Սփյուռքում եք ապրում, որովհետև ցեղասպանությունից փախածներ եք, կամ այս կառավարությունից փախածներ եք, ձեզ թիրախավորել են, աշխարհի ամենավատը բաներն ասում են ձեզ, ձեր փողերն ուտում են, բայց վիրավորում են Սփյուռքի հայերին։ Եթե դուք սրանից հետո իրանց օգնեք, ուրեմն դուք արժանի եք նման խոսակցություններին, դուք արժանի եք, որ ձեր վրա ոտքերը մաքրում են Հայաստանի հայերը։ Հասկացաք։ Ոնց ընտրել են, թող գնան անենց էլ ապրեն։ Հեսա ես մի հատ էլ սրան շարունակություն վիդեո եմ դնելու Վարդան Հակոբյանի եթերից։ Էլ հավես չունեմ նույնը կրկնվելու, հենա մարդը խոսում է ու շատ լավ է խոսում։ Իմիջայլոց իր էջի վրա էլ հարցակում են կատարել, որ լռեցնեն։ Կխնդրեմ մտնեք ու էջին օգնեք, որպեսզի չկարողանան լռեցնել։ Սփյուռքի հայեր ջան, ոնց ընտրել են Նիկոլի, թույլ տվեք, թողա տենց տանջվեն։ Կարող են ծախել իրանց ապրանքը, չեն կարող, վարձերը կարող են տան, թե չէ, այդ արդեն ձեզ չպիտի հուզի։ Եթե դուք կորցնում եք սեփական պատմությունը, հա, ցեղասպանությունը, եթե դուք կորցնում եք սեփական հայրենիքը, դուք պիտի մտածեք դրա մասին, ոչ թե մտածեք, թե այս ինչը սոված է կամ մնում է փողոցում։ Ոչինչ, թող մնա փողոցում։ Գնում է Եվրոպա, դե թող գնա, վիզաները ազատականացրել են, դե թող գնա Եվրոպա, Գնում էր, մեզ էլ ասում էին ռուսի ստրուկ, հա, մեզ ասում էին ռուսի ստրուկ, մանավանդ Ռուսաստանի հայեր, ոչ մեկին չօգնեք։ Ես մենակ օգնում եմ իմ մորը, բայց իմ մերը նիկոլական չի, այսինքն իմ շրջապատում չէր կարա նիկոլական լիներ։ Ես դաժե բարեկամներից տեսա Նիկոլի վիդեոն լայքած, բոլորը ընկան սև ցուցակ, հեռախոսիս համարներով, թե սոցցանցերով։ Հասկացաք, մաքրեք դրանց ձեր կյանքից։ Դրանք վերացրեցին մեր հայրենիքը ու կամած քայլելով վերացնում են։ Թող մնան առանց աշխատանք, թող իրանց բերքը չկարողանան ծախեն, թող մնան վարկերի տակ։ Ոնց ընտրել են, թող նենց էլ գնան ումը որ ընտրել են, նրանից է պահանջեն։ Ես խնդրում եմ, եթե այսքան արժանապատվություն կամ թասիբ ունեք, թեքվեք նայեք ձեր կյանքին։ Թողեք, թող կործանվեն այդ տականքները։ Շարանը մարա գրեմ կորցում ես արա էդի խոսքի Նիկոլի ոչ դա գրեմ քցեմ ջեբդ բռնեմ դատեմ դասենք էդի ինչ հաջան զավոդի աշխարհը ումը Միջև հոկեբանին լսելը ես մի փոքր էսօր ես սիրում եմ չէ թվեր ասի փոքր եմ տեսնեմ Արարատում ու ես կամ մարդ է աշխատանքից զրկվել մարդիկ ասում են աղբի ջան Այսա ամսի 15-ը գալիս է, մենք պետք է վեճարումներ անենք։ Փող չունենք։ Աշխատավարձ չենք ստանալու։ Մեր փողերը վեճարումներն ով անել։ Մենք չենք կարող աշխատենք, որ աշխատավարձ ստանանք։ Այս հարցը ո՞նց է լուծվել։ Ով անել։ Ասի մե տնվել Արարատում, Արարատի մարզում։ Մեծ։ Նիկոլ ընտրվել է, ինչքան ձայն ավակ։ Եվ գտա այսպիսի թիվ 55,000 ձայնը հավաքել Արարատի մարզում Փաշինյան Նիկոլը 55,000 դա ընդհանուր ընտրողների մոտարապես 30%-ն անում ընդհանուր ընտրողներ եթե հաշվի առնենք որ 60%-ն է գնացել ընտրություն այսինքն մոտարապես 140,000-ն է գնացել ընտրելու չէ ներողություն 120,000-ն է գնացել 120,000-ից 55,000-ը կեսից մի քիչ ձայն են տվել, այսինքն ամեն երկրորդը մի քիչ լավ ամեն երրորդից մի քիչ ավելի ձայն են տվել Նիկոլին ու հիմա այս մարդիկ մնացել են առանց աշխատանքի բա ինչ եք ուզում դուք ամեն երրորդը ձեն տակ Նիկոլին այսինքն 5-ից 2-ը ձեն տա Նիկոլին ու դուք աշխատանք ունենաք ու դուք չտուժեք հա ձեր բերքը չմնա փտի ձեզ աշխատանքից չզրկեն կարկուտը չխփի ձեզ չգիտեմ
էլ ինչ է դա սպասում Հայաստանին, բայց որ լիքը բադ բաներ է սպասում, դա հաստատ է։ Հաստատ հավատացեք, ները ազատ քայլերով քայլում է Հայաստան։ Ինչպես Ամերիկայում այսօր անում։ Նույն բանն է։ Ընդ որում Ամերիկան մեծ երկիր է եւ ուժեղ երկիր է։ Ստեղ այդ ավերածությունները կարող չերևա այդ ինքնաբարման հետ կթողել է, բայց ոնց ոչ թե Հայաստանի չէ։ Բադուկ 55,000 մարդ Արարատից ձայն տան Նիկոլին ու դուք համել աշխատանք ունենաք ու ես վստահ եմ այսօր աշխատանքից զրկվածները ծերետի գործանը իրաք են ընտրել ես չեմ ասում 100% բոլոր բայց իրաք են ընտրել հիմա ինչ անել ամսի 15-ին երբ որ բաները գալու է հաշիվները գալու է պետք է կտանել վճարել եւ փող չկա ես ասեմ արարատցիներ չեմ վերցնում եք այդ չեկերը գնում եք բոլոր նրանց տուն ովքեր ընտրել են Նիկոլ դուք լավ գիտեք ովքեր են Նիկոլին ընտրել դուք գիտեք ձեր մասպետարանի աշխատողներին ձեր միլիցեքին իր համար քարոզանողներին իր շտաբի պետերին իր բոլոր Նիկոլ ընտրողներին գիտեք չէ Նիկոլը չի հաղթե բայց ահագին ձայն է տարել գնում եք այդ չեկերով մտնում եք իրանց տուն ասում եք դե հիմա վճարեք արայսի դուք եք ընտրել այս իշխանությանը ինձ հացից զրկել է դուք եք պարտադրել ինձ այս իշխանությունը դե վճարեք էսի եթե դուք չանեք սա նշանակում է իրենք ճիշտ են արել որովհետև հիշում եք բանի մայստրոյի խոսքը եթե նրանք մեզ հետ այդպես են վարվում նշանակում է մենք հույլ ենք տվել դա վերջ ուզում եք այլ ձև լինի պետք է այլ ձև անեք չեք կարող ապրեք նույն ռիթմի մեջ լավամարդ լինելով ու համել աշխատանք ունենաք չէ այս այդ օրեր անցել է հələ տեսեք հələ խոսքը ընդամենը աշխատանքից զրկվելու մեջ է այս այդ ճանապարհից եք զրկվելու ընդհանրապես մենք բոլորս իր հետ էլ ասեմ դուք ես էլ ձեր հետ հիմա լսենք հոգի բանի Տարուկյանը 2 ամսով կալանավորվեց ԲՀԿ